Թեհրանում ծնվել, Բրիտանիայում սովորել, Ֆինլանդիայում և Ճապոնիայում դեսպան եղել ու Իրան է վերադարձել։ 64-ամյա Աբբաս Արաղչիի մասին եմ պատմում, որ Իրանի գլխավոր դիվանագետն է, արտաքին գործերի նախարարը։ Երիտասարդ Արաղչին դեռ 18-ից 19 տարեկանում մասնակցել է Իրաք-Իրանյան պատերազմին, որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամավոր մարտիկ։ Պատերազմի ժամանակ ձեռք է բերել ռազմավարական և կազմակերպչական հմտություններ, որոնք հետագայում կիրառել է դիվանագիտական և բանակցային գործունեության մեջ։ Պատերազմի ավարտից հետո նախկին մարտիկը դիվանագետ դառնալու ուղին է բռնել։ Սովորել է Իրանի արտգործնախարարությանը կից միջազգային հարաբերությունների դպրոցում։ Այստեղ նա ուսումնասիրել է համաշխարհային քաղաքականության, դիվանագիտության, միջազգային օրենքների և միջուկային քաղաքականության հիմնահարցեր։ Արաղչին Իսլամական ազատ համալսարանում քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան է ստացել։ Նրա կենսագրության հետաքրքիր պահերից է Մեծ Բրիտանիայում կրթությունը շարունակելը։ Միացյալ Թագավորության Կենտի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան քաղաքական մտքի պատմություն թեմայով։ Նախկին մարտիկն ու դիվանագետը գործի է անցել Ֆինլանդիայի և Ճապոնիայի դեսպան, Իրանի արտգործնախարարության խոսնակ, փոխարտգործնախարար, միջուկային բանակցությունների գլխավոր ներկայացուցիչ։ Արաղչին Իրանի միջուկային ծրագրի հիմնական ճարտարապետներից է։ Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար 2015 թվականին ստորագրված համաձայնագրի բանակցությունների գլխավոր մասնակիցներից է գործող նախարարը։ Նա տիրապետում է նաև արաբերենին ու անգլերենին։ Սա Արաղչիին դարձնում է կենտրոնական և վստահելի միջնորդ հատկապես միջուկային և անվտանգության այն հարցերում, որտեղ սուբյեկտները պահանջում են դիպլոմատիկ ճշգրտություն ու մշակութային հարմարվողականություն։ 2013-ից 2015 և 2020-ին Արաղչին միջուկային բանակցությունների Իրանի գլխավոր ներկայացուցիչն էր, 2024 թվականից արտաքին գործերի նախարար։ Արաղչին ճանաչված է որպես սառնասիրտ ու հաշվարկված բանակցող։ Սա ավելի լավ երևաց, երբ Իրանի և Միացյալ Նահանգների միջուկային հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին 2020-ականներին։ Նա համարձակ ու հանգիստ ներկայացնում է Իրանի դիրքորոշումը առանց հիստերիայի կամ վախի ցուցադրության։ Փետրվարի 28-ին սկսած պատերազմի մասին մեկնաբանություն տալիս նկատում ենք ժպիտ ու հանգստություն։ Արաղչին շարունակում է ներկայացնել Իրանի դիրքորոշումը համաշխարհային դիվանագիտության կենտրոնում, պահպանելով հանգստություն, խելամտություն և հստակ ռազմավարություն։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։